Սեռական բռնությունից հետո առաջին 72 ժամերի ընթացքում դու կարող ես որոշակի միջոցառումներ ձեռնարկել մի փոքր քո կյանքը հետագա ավելի հեշտացնելու համար։ Դու կարող ես ձեռնարկել միավի կանխարգելում, որը շատ կարևոր է եւ հնարավոր է ցավոք միայն առաջին 72 ժամերի ընթացքում, եւ դու կարող ես հղիության կանխարգելումը կազմակերպել։ Ինչպես նաեւ դու կարող ես ու շատ կարևոր է, որ դու պահպանես այն ապացույցները, որոնք դու ունես քո հետ կատարվածի մասին։ Իհարկե ես հասկանում եմ եւ դա բոլորին հայտնի փաստ է, որ սեռական բռնությունից հետո մարդը շատ արագ ուզում է լողանա, մաքրվելու նրանից ինչ որ իր այդ տեղի է ունեցել, եւ այդ մաքրվելու process-ում կարևոր է նաեւ իհարկե լվանալ այն հագուստը, որով ես եղել եմ այդ ընթացքում, դրանով իսկ վերացնելով բոլոր ապացույցները, բայց շատ կարևոր է հիշել, որ եթե դու հետագայում ուզենաս օրինակ քրեական գործ հարուցել, դիմել իրավապահ մարմիններին դեպքով կատարվածի համար, դու կարիքը կունենաս այդ ապացույցների։ Դրա համար եթե սեռական բռնությունից հետո դու դեռ պատրաստ չես դիմելու կամ նման քայլեր ձեռնարկելու, շատ կարևոր է հիշես, որ դու կարող ես այդ ապացույցները պահպանել։ Օրինակ հագուստդ պահպանես առանց լվանալու, օրինակ քո մարմնի վրա առկա վնասվածքները նկարես ու պահպանես դրանք։ Իհարկե շատ կարևոր է, որ դու հիշես այս 72 ժամերի եւ կանխարգելման մասին, բայց եթե դու ի վիճակի չես դրանք ձեռնարկելու ինքնուրույն եւ միայնակ, դու միշտ կարող ես դիմես մեզ եւ մենք այս բոլոր գործողությունները քո հետ միասին եւ քո համար կօգնենք կազմակերպել ու այս ամբողջ ճանապարհը կանցնենք միասին։